Սարատակի մարզի Արզնի համայնքի ավականու անդամներ ողջունում եմ ձեզ, համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 17-րդ հոդվածի պահանջի 2025 թվականի հունիսի 5-ին հրավիրվել է Արզնի համայնքի ավականու թիվ 08 արտահերթ նիստի ներկային ավականու 8 անդամներից 5-ը նիստը համարում եմ սկսված օրակարգը կներկայացնի աշխատակազմի քարտուղար Ների Հարությունյան։ Համայնքի ավականու թիվ 08 արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին։ Համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 17-րդ հոդվածի պահանջի համայնքի ավականին որոշում է հաստատել համայնքի ավականու 2025 թվականի հունիսի 5-ի թիվ 08 արտահերթ նիստի օրակարգը։ Հարց համար առաջին։ Համայնքային սեփականություն հանդիսացող Արզնի համայնքի 8-րդ փողոց 5-րդ նրբանցք 2 դրող 1 հասցեում գտնվող հողամասը, հողամասում առկա ավտոտնակը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի եղանակով օտարելու մասին։ Հարց համար երկրորդ։ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի եղանակով օտարելու մասին։ Հարց համար երրորդ։ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի եղանակով օտարելու մասին։ Հարց համար 4. Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։ Հարց համար 5. Էդգար Արամայիսի Սայադովին սեփականության իրավունքով պատկանող հողամասն Արզնի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակելուն համաձայնություն տալու մասին։ Հարց համար 6. Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ Հարց համար 7. Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ Հարց համար 8. Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ Հարց համար 9. Իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ Հարց համար 10. Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ Հարց համար 11. Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ Հարց համար 12. Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ Հարց համար 13. Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ Հարց համար 14. Իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին ստորագրման օրվանից։ Քննադատություն կողմ 5 կողմ օրակարգը հաստատվեց, անցնենք օրակարգի հարցերը։ Համայնքային սեփականություն հանդիսացող Արզնի համայնքի 8-րդ փողոց 5-րդ նրբանցք 2 դրող 1 հասցեում գտնվող հողամասը, հողամասում առկա ավտոտնակը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի եղանակով օտարելու մասին։ Համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ինքնական կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին թիվ 912 որոշման պահանջների և հիմք ընդունելով Լալա Գեղամի Մնացականյանի դիմումը համայնքի ավականին որոշում է հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ուղղակի վաճառքի եղանակով Արզնի համայնքի 8-րդ փողոց 5-րդ նրբանցք 2 դրող 1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-016 1274 0002 կադաստրային ծածկագրով 0.00698 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը և հողամասում առկա 63.80 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 1205-2025 գիծ 07 գիծ 01-25 տրված 1205-2025 թվականին օտարել ինքնական կառույցն իրականացրած անձին Լալա Գեղամի Մնացականյանին։ Պարտավորեցնել Լալա Գեղամի Մնացականյանին
վճարել 252,000 ՀՀ դրամ շինության օտարման համար Արսնի համայնքապետարանի 900-105-232 194 հաշվի համարին եւ 311,000 ՀՀ դրամ հողամասի օտարման համար Արսնի համայնքապետարանի 900-105-232 178 հաշվի համարին Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման, դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ պետական գրանցով կատարելու համար։ Քվեարկություն կողմ 5 կողմ որոշում ընդունվել, անցնենք օրակարգին։ Հաջորդ հարցի։ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի եղանակով օտարելու մասին։ Համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550 որոշման պահանջներին եւ հիմք ընդունելով Գորլովայի Գրիգորյանի դիմումը համայնքի ավականին որոշում է Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը եւ թույլատրել ուղղակի վաճառքի եղանակով ընդլայնման նպատակով օտարելու ՀՀ Կոտայքի մարզի Արսնի համայնքի Երևան-Սևան մայրուղի 16-17 կիլոմետր 14 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-016 0436-0014 կադաստրային ծածկագրով 0.2161 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամաս ընդլայնվող հողամասի սեփականատեր Գորլովայի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Արսնի համայնքի վարչական տարածքում գտնվող 07-016-0436-0011 կադաստրային ծածկագրով 0.82 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասին պարտավորեցնել Գորլովայի Գրիգորյանին 11 միլիոն ՀՀ դրամ վճարել Արսնի համայնքապետարանի 900-105-232-178 հաշվի համարին Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը 30 օրյա ժամկետով ենթակա է նոտարական վավերացման եւ պետական գրանցման։ Քվեարկության կողմ 5 կողմ անցնենք օրակարգի հաջորդ հարցի։ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի եղանակով օտարելու մասին։ Համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550 որոշման պահանջներին եւ հիմք ընդունելով Միհրան ՍՊ-ի դիմումը համայնքի ավականին որոշում է Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը եւ թույլատրել ուղղակի վաճառքի եղանակով ընդլայնման նպատակով օտարելու ՀՀ Կոտայքի մարզի Արսնի համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.16-0431-0053 կադաստրային ծածկագրով 0.03306 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատես հողամասը ընդլայնվող հողամասի սեփականատեր Միհրան ՍՊ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Արսնի համայնքի վարչական տարածքում գտնվող 0.016-0431-0013 կադաստրային ծածկագրով 0.14 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության բարելավող հողամասի։ Պարտավորեցնել Միհրան ՍՊ-ին 1.650.000 դրամ վճարել Արսնի համայնքապետարանի 900-105-232-178 հաշվի համարին։ Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը 30 օրյա ժամկետում ենթակա է նոտարական վավերացման եւ պետական գրանցման։ Քննարկության կողմ 5 կողմ անցնենք օրակարգի հաջորդ հարցի։
Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։ Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731 որոշմամբ հաստատված կարգի երկրորդ կետի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912 որոշմամբ հաստատված կարգի 3, 33, 34 և 35-րդ կետերի պահանջների և Երիցուկ ՍՊԸ-ի կողմից կազմված հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքի և ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 2205/2025 թվականի որոշումը համայնքի ավագանի որոշում է։ ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող 0716 0322 0079-ից կադաստրային ծածկագրով 0.01410 հեկտար մակերեսով հողամասը ճանաչել համայնքային սեփականություն։ Սույն որոշումն իր մեջ է մտնում ստորագրման օրվանից։ Քվեարկության կողմ 5 կողմ անցնենք օրակարգի հաջորդ հարցին։ Էդգար Արամայիսի Սայադովին սեփականության իրավունքով պատկանող հողամասն Արցնի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակելուն համաձայնություն տալու մասին։ Համաձայն Հորմային օրենսգրքի 71-րդ հոդվածի, տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 29-ից 36-րդ կետերի պահանջներին և հիմք ընդունելով Բարմոն Ռիելթի ՍՊԸ-ի կողմից 19/05/2025 թվականին տրամադրված անշարժ գույքի գնահատման թիվ 313 գիծ V դրոպ 025 և 314 գիծ V դրոպ 025 հաստատությունները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված տարածքում առկա ճանապարհը անանցանելի է և հնարավոր է ճանապարհն օգտագործել միայն քաղաքացու հողի հաշվին, համայնքի ավագանին որոշում է։ ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Էդգար Արամայիսի Սայադովին սեփականության իրավունքով պատկանող հողամասը հիմք 2025 թվականի հունվարի 14-ի թիվ 1401-2025 գիծ 07 գիծ 0128 վկայական 07016 0043 0071 կադաստրային ծածկագրով 0.0212 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակությամբ բնակելի կառուցապատման հողամասը փոխանակել համայնքային սեփականություն հանդիսացող հիմք 2025 թվականի մայիսի 7-ի թիվ 0705-2025 գիծ 07 գիծ 0153 վկայական 07016 1371 գիծ 0024 կադաստրային ծածկագրով 0.12 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատես հողամասի հետ հետագայում հողամասը որպես ընդհանուր օգտագործման տարածք ճանապարհ օգտագործելու համար։ Առկա է նաև Բարմոն Ռիելթի ՍՊԸ-ի կողմից 19/05/25 թվականի շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ մասնագիտական եզրակացությունները, ըստ որոնց փոխանակման առաջարկվող համայնքային հողամասի շուկայական արժեքը գնահատման ժամանակ գնահատվում է 3.820.000 ՀՀ դրամ, իսկ քաղաքացու հողամասինը 3.925.000 ՀՀ դրամ։ Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է նոտարական վավերացման և պետական վերացման։ Քվեարկություն կողմ 5 կողմ որոշումն ընդունվեց, անցնենք օրակարգի հաջորդ հարցին։ Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ, 42-րդ կետերի և հիմք ընդունելով Շավար Շարմանի Ղուկասյանի դիմումը համայնքի ավագանին որոշում է։ Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող Շավար Շարմանի Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող 07016 0232 0003 կադաստրային ծածկագրով 0.8499 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության
բարելավող հողամասի նպատակային նշանակությունը փոխել և դարձնել արդյունաբերության, ընդերգօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունը համարել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն, համայնքի ավականու կողմից այդ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ Կողմ 5 կողմ որոշումը ընդունվեց, անցնենք օրակարգի հաջորդ հարցին։ Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին համաձայն հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ, 42-րդ կետերի և հիմք ընդունելով Համլետ Ատոմի Փուրթոյանի դիմումը համայնքի ավականին որոշում է Արսնի համայնքի վարչական տարածքում գտնվող Համլետ Ատոմի Փուրթոյանի սեփականության իրավունքով պատկանող 07013030058 կադաստրային ծածկագրով 0.0986 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության բարելավող հողամասի նպատակային նշանակությունը փոխել և դարձնել արդյունաբերության, ընդերգօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունը համարել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների։ Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավականու կողմից այդ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ Քննարկություն կողմ 5 կողմ որոշում ընդունվեց, անցնենք օրակարգի հաջորդ հարցին։ Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ Համաձայն հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ, 42-րդ կետերի և հիմք ընդունելով Վահան Մանվելի Խալոյանի դիմումը համայնքի ավականին որոշում է Արսնի համայնքի վարչական տարածքում գտնվող Վահան Մանվելի Խալոյանին սեփականության իրավունքով պատկանող 0.016-009-0011 կադաստրային ծածկագրով 0.3 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության բարելավող հողամասի նպատակային նշանակությունը փոխել և դարձնել արդյունաբերության, ընդերգօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունը համարել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավականու կողմից այդ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ Քննարկություն կողմ 5 կողմ որոշում ընդունվեց, անցնենք օրակարգի հաջորդ հարցին։ Իրավաբանական անձի սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ Համաձայն հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ, 42-րդ կետերի և հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 1605-2025 թվականի որոշումը և Պրոբիզնես ՍՊԸ-ի դիմումը համայնքի ավականին որոշում է Արսնի համայնքի վարչական տարածքում գտնվող Պրոբիզնես ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող
0716 0451 0025 կադաստրային ծածկագրով 0.18 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսկի նշանակությունը փոխել և դարձնել արդյունաբերության ընդերկօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունը համարել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն, համայնքի ավագանու կողմից այդ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակության իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո ուժը կողմից ճանաչել ՀՀ Կոտայքի մարզի Ազնի համայնքի ավագանու 28.02.25 թվականի իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին թիվ 27 որոշումը։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ Հրաժարություն որոշում ընդունվեց, անցնենք օրակարգի հաջորդ հարցին։ Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ Համաձայն հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ, 42-րդ կետերի և հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 16.05.2025 թվականի որոշումը և Ներսոն Վարազդատի Խուդաբաշյանի դիմումը համայնքի ավագանին որոշումը։ Ազնի համայնքի վարչական տարածքում գտնվող Ներսոն Վարազդատի Խուդաբաշյանի սեփականության իրավունքով պատկանող 0716 0110 0025 կադաստրային ծածկագրով 0.58 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հնդավոր հողամասի նպատակային նշանակությունը փոխել և դարձնել արդյունաբերության ընդօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունը համարել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո ուժը կորցրած ճանաչել ՀՀ Կոտայքի մարզի Ազնի համայնքի ավագանու 28.02.25 թվականի քաղաքացու սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին թիվ 26 որոշումը։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ Քննարկություն որոշում ընդունվեց, անցնենք օրակարգի հաջորդ հարցին։ Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ Համաձայն հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ, 42-րդ կետերի և հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 16.05.2025 թվականի որոշումը և Ներսոն Վարազդատի Խուդաբաշյանի դիմումը համայնքի ավագանին որոշում է։ Ազնի համայնքի վարչական տարածքում գտնվող Ներսոն Վարազդատի Խուդաբաշյանի սեփականության իրավունքով պատկանող 0716 0451 0027 կադաստրային ծածկագրով 0.075 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսկի նպատակային նշանակությունը փոխել և դարձնել արդյունաբերության ընդերկօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունը համարել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ
փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո։ Ուժը կորցրած ճանաչել Հ. Կոտայքի մարզի Արսնի համայնքի ավականում 28/02/2025 թվականի քաղաքացիական հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին թիվ 27 որոշումը։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ Քննարկություն կողմ անցնենք օրակարգի հաջորդ հարցի։ Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ Համաձայն հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի, 7-րդ հոդվածի 9-րդ եւ 15-րդ մասերի, համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ, 42-րդ կետերի եւ հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման վարույթ կասեցնելու մասին 16/05/2025 թվականի որոշումը եւ Նելսոն Վարազդատի Խուդաբաշյանի դիմումը Արսնի համայնքի ավականին որոշում է։ Արսնի համայնքի վարչական տարածքում գտնվող Նելսոն Վարազդատի Խուդաբաշյանի սեփականության իրավունքով պատկանող 07016-009-0017 կադաստրային ծածկագրով 0.15 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հնդավոր հողամասի նպատակային նշանակությունը փոխել եւ դարձնել արդյունաբերության ընդերկօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունը համարել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների։ Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում բարձրացված կարգով, միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավականու կողմից այդ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց եւ հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո։ Ուժը կորցրած ճանաչել Հ. Կոտայքի մարզի Արսնի համայնքի ավականու 28/02/2025 թվականի քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին թիվ 28 որոշումը։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ Քննարկություն անցնենք օրակարգի հաջորդ հարցին։ Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ Համաձայն հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի, 7-րդ հոդվածի 9-րդ եւ 15-րդ մասերի, համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ, 42-րդ կետերի եւ հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 16/05/25 թվականի որոշումը եւ Նելսոն Վարազդատի Խուդաբաշյանի դիմումը համայնքի ավականին որոշում է։ Արսնի համայնքի վարչական տարածքում գտնվող Նելսոն Վարազդատի Խուդաբաշյանի սեփականության իրավունքով պատկանող 07016-009-0018 կադաստրային ծածկագրով 0.15 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխել եւ դարձնել արդյունաբերության ընդերկօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունը համարել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների։ Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով, միայն սեփականատիրոջ հայտի համաձայն, համայնքի ավականու կողմից այդ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց եւ հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո։ Ուժը կորցրած ճանաչել Հ. Կոտայքի մարզի Արսնի համայնքի ավականու 28/02/25 թվականի քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին թիվ 29 որոշումը։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ Քննարկություն անցնենք օրակարգի վերջին հարցին։ Իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին համաձայն հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի,
7-րդ հոդվածի 9-րդ եւ 15-րդ մասերի, համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ 42-րդ կետերի եւ հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման բարույթը կասեցնելու մասին 16/05/2025 թվականի որոշումը եւ Պրոբիզնես ՍՊԸ-ի դիմումը համայնքի ավականին որոշումը։ Արժանի համայնքի վարչական տարածքում գտնվող Պրոբիզնես ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 07016 009 0023 կադաստրային ծածկագրով 0.2 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության բարելահող խնդավոր հողամասի նպատակային նշանակությունը փոխել եւ դարձնել արդյունաբերության ընդերք օգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունը համարել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների։ Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով, միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավականու կողմից այդ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց եւ հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո ուժը կորցրած ճանաչել ՀՀ Տոտայքի մարտի Արսնի համայնքի ավականով 28/02/2025 թվականի իրավաբանական անձի սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին թիվ 30 որոշում։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին իրազեկելու օրվան հանդիպող Վերջություն կող 5 կող օրակարգի հարցերը սպառվեցին։ Օրակարգի հարցերը սպառվեցին, իսկ հայտարարել եմ բաղված շնորհակալություն։